Հիմա Wrangler-ների դուետա Սպարտակը հետ քարշակեց Անդրանիկին Տենանք ինչա լինելու Հուսանք մի թափից կստացվի չնայած հաշվի առնելով ուրեմն մեքենաները սկզբից այս հիմնական մասով էին գալի ու պարզվեց այ այնտեղ այս ամբողջը շատ խորն է մոտավորապես երևի 1.20 1.30 տեղ Ինչը հիմնականում բոլոր մեքենաների մոստին բռնում է, իսկ այն որ հողը սառած է, նաև պահում է։ Սովորաբար այդպես չի, մոստը բրթելով անցնում է։ Այստեղից կար sense լայնացող հատված։ Բայց այստեղ էլ, այստեղ որ հիմա ուշադրիր նայեք, ջուր էր հավաքված։ Այստեղ էլ ավելի ճահճային տարբերակ էր, sense ստիլա, կավա, որը միանգամից ցանկացած մեքենայի անիվների պրոտեկտոր հավասարացնում է 0-ի։ Շուշատ խտում դարձնում է ապակի ու նորից դառնում են անանցանելի հատվածներ։ 3 մեքենա դեռ ունենք, սպասենք։
Սմա։ Այ որ զգա տոս կատա։ Դուրս են գալի եզրափակիչ եւ հիմա պետք է գա Wrangler-ը, որը դժվար, բայց հույս ունենք գոնե շուտ կհարշակենք։ Այստեղ նոր մեքենաներից մի քանիսը շատ տենց ուժեղ նագրուսկա տվեցին ու մեքենայի դատչիկները թվերով ցույց տվեցին, որ մեքենան շատ տաքացել է ու այդ են դեպքում, որ այստեղ մաքսիմալ մեքենաներին հետևում բանն է։ Այնպես որ եթե դուք եք ուզում օֆրոդ Արմենիայի ակումբին միանալ, ունեք ամենագնաց, հիշեք, որ պարզապես ամենագնաց ունենալը հերիք չի, պետք է լինի tuning արած, խելաց tuning արած, որպեսզի մեքենան դրանից չտուժի։ Շատ կարևոր են նաև հեղուկները, այսինքն յուղերը, անտիֆրիզը, ինչ որ լցվում է, բենզինը։ Դրա համար մեքենաների մեջ մենք լցնում ենք գալֆ բենզին, իսկ յուղը օգտագործում ենք մոտոր, որպեսզի մեքենաների շարժը չփոխանցվի մաքսիմալ երկարակյաց լինեն, իսկ եթե հաշվի առնենք գերնագրուսկան, ապա դրան խստիվ հետևելը շատ կարևոր է։ Ուրեմն այս դժվար հատվածի վերջի մեքենան է մնացել, Սպարտակը։ Հատվածը այնպիսին էր, որ ոչ ոք չկարողացավ ինքնուրույն անցնել, բոլորը անցան քարշակման միջոցով, ծառեց կամ մեքենայից, այնպես որ լավ կարապիկը շատ լավ բան է։ Հիմա հերթական քարշակումը կլինի ու կփորձենք առաջ գնալ։ Իրականում այսօր ճանապարհը բավական բարդ ստացվեց ու մենք շատ ճանապարհ չանցանք, բայց անցանք շատ հետաքրքիր ճանապարհ։ Հեսա մի քիչ հետո արդեն կլինի Պրիվալը, գրակ վառել, վայելել հայոց գեղեցիկ բնությունը ու հետո երևի կշարժվենք հետ դեպի այնտեղ, որտեղ որ գիշերակացներ եղել։ Այդ ընթացքում տեսնենք էլ ինչ անակնկալներ մեզ համար պատրաստել բնությունը ու մեքենաների տեխնիկական տվյալները։ Мы это сделали! Ха! Կիսաս առած հողուցեղ սերիա, չգիտեմ, 7-8 Խորհուրդ ամենագնացներ սիրողներին, եթե ուզում եք վերանորոգել կամ վերազինել ձեր ամենագնացը, բայց դա անել պրոֆեսիոնալ կերպով, ապա մենք խորհուրդ ենք տալիս 4x4 MD tuning-ը։
Էլիզ։ Այստեղ կարակ չի։ Այ արա։ Օխ։ Հաշվի առնելով փորձը ինձ թվում է Սպարտակի համար բարդ կլինի։ Չնայած մենակ Սպարտակի չէ։ Այսքան ժամանակ մենակ դրակոնը հեշտությամբ անցավ։ Համեմատաբար հեշտությամբ։ Բայց Defender-ը Անդոյի Wrangler-ը Jumanji-ն էլ լրիվ անցել։ Այս է ամենը։ Всё, գնանք բերենք պաշտպանի չերտը, փաթաթենք ծառի վրա, հետո լիբյոտկին պաշտպանի չերտի ու քարշակենք։ Կարևոր ինֆո տեղեկություն։ Պարզվեց այն տարածքը, որ մինչև էս եկել ենք, այդ են, ոնց որ ասում են, էտը ցվիտոչկի, այագտքի պատով, որտեղ այն ճանապարհը, որով հիմա գնալու ենք, հայտնի է իր մաքսիմալ անանցանելիությամբ տարվա բոլոր եղանակներին։ Գնանք մենք էլ խրվենք, դրա համար ենք եկել։ Ապայա չէ գալի։
Պատմոշկան ուղղակի չի կարող փակվի։ Հնարավոր է ծանրությունից։ Հնարավոր է մեխանիզմը փչացել է։ Չէ։ Որ ձևերը գտել էի։ Սենց բարդ ու դժվար արշավ ես չեմ ունեցել։ Ու բանը նրանում է, որ այսօրվա մեքենաները բոլորը անխտիր բոլորը ունեն լավ անցանելիություն։ Օֆրոդի պատմության մեջ էլ միշտ են, որ ամենալավ համբավն են ունեցել, բայց այսօր համարյա բոլորը լրվում են, դեղ փչանում են մի քիչ առաջ Defender-ի անվայեցնածը, ոնց կարելի է, ոնց են հնարավոր։ Մի խոսքով կնայեք, եթե ձեզ էլ հետաքրքիր է, լայք դրեք, կոմենտ արեք, տարածեք, որտեվ այս ամեն ինչ արվում է նրա համար, որպեսզի մարդիկ ովքեր ապրում են Հայաստանում կամ Հայաստանից դուրս հետաքրքրվում են օֆրոդ մշակույթով Հայաստանում, տեղեկացված լինեն, եթե ունեն հնարավորություն, ցանկություն գան, նաև դառնան այս ամեն ինչի մի մասը։ Իսկ ես, քանի դեռ այսպես չնախատեսված ընդմիջում է, փոքրիկ դադար նվիրված այն ընկերություններին, ում շնորհիվ մեր կոնտենտը հնարավոր է դառնում։ Ես երևի նոր եմ մտել։ Իմ ջոգելը, որ դանգրատի վրա հանենք, կթուլանա հեշտ կընկնի։ Ապեր սղոս կամ օտոտ կամ տապոր լոմ տես մի բան։ Ապեր, հետո արի ծառի մի քիչ մոտիկ կլինի, վերևից կցենք ավտոն բարձրացնի։ Հա? Այսօր ես օգնականի դերում եմ, Սպարտակի մեքենան խրվեց ու ոչ միայն Սպարտակի ու ոչ մի անգամ, համարյա բոլորին խրվեցին, այս հատվածում մի 4-5 անգամ խրվեցին ու միակ տարբերակը ծառից կարապիկով կապել ու քարշակելն է։ Տրոսը չհերիքեց, այստեղ մոտ մի 40 մետր է, տրոսի երկարությունը 30 էր, հիմա ասենց կցոն արեցինք առածգական հատուկ ուրիշ տրոսով ու սկսենք հիմա քաշել։ Ժամը 3-ն է,
բայց մենք ընդհանուր առմամբ երևի մի 10 կիլոմետր չեն գնացել, բայց այդ 10 կիլոմետրը մաքսիմալ բարդ, դժվար ու հետաքրքիր են եղել։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք Off-Road Armenia-ի հերթական արշավը, 26 թվականի առաջին արշավը։ Իսկ եթե դուք սիրում եք ամենագնացներ, էքստրիմ մեքենաներ, ապա բաժանորդագրում եք մեզ Facebook-ում, YouTube-ում, Instagram-ում, որպեսզի բաց չթողնեք բոլոր եթերները։ Առանցքական տրոսով քարշակումը ինչով է լավ, որ ինքը մեքենայի ամբողջ նագրուսկան, այսինքն այդ ռեսկի շարժումները վերցնում է իր վրա։ Ու ամեն ինչ ավելի ցենց հանգիստ է լինում, ոչ կարաս շիթը փոկես, ոչ կարապիկը վնասես, ոչ դե բնականաբար մեքենայի ընթացային մասն էլ կարա վնասվի, եթե այդ ամեն ինչը լինի։ Ու դրան գումարած սա հատուկ տրոս է, որ սա կոնկրետ կարող ենք ծառերին փաթաթել ուղղակի առանց վնասելու հենց բուն ծառը։ Հորիկը տերևում է, էլի։ Այն որ ատամի տարանքը բան է մտնում, է։ Ես դու փոքր միսը հանում ես, տենում ես այն բդիկ էսնա։ Armada աղբերն էր, ետ ասեց։ Defender-ի անվահեցը ամբողջությամբ վերանորոգվեց, տեղադրվեց, ստուգվեց, ինքը արդեն պատրաստ է շարունակելու արշավը։ Տեսնում եք, նույնիսկ այս մեքենան ու ասենց հզոր մեքենաները հնարավոր է շատ անսպասելի պահի շատ լուրջ վնասեն։ Բայց Off-Road Armenia-ի թիմը, այնց մեծ ընտանիքի պես գալիս է ցանկացած հարցարակ լուծում ու ոնց որ ասում են վերադառնում են в строй։ Իսկ մենք շարունակում ենք, տեսնենք ուր կհասնենք։ Արդեն 3 անցել, մենք անցել ենք երևի մի 12-13 կիլոմետր, դեռ ինչքան կգնանք չգիտենք, բայց մենք այսօր պետք է վերադառնանք այնտեղ, որտեղից արշավը սկսել ենք։
Լավ նորությամբ եմ եկել, այստեղից սկսում է հիմնական կինոն։ Դե ինչ, воины, вы готовы? Շնորհակալություն ենք հայտնում Polaris Armenia-ին, Polaris ընկերության պաշտոնական ներկայացուցիչ։ Դուք դաժմ դիտում եք Ջումանջին։ Այս ցեխի լավն է, որ ինքը բուժիչ է։ Դրա համար որ ամբողջ մարմնով ցեխ օտվում ենք, սրտից շատ դարդ չի լինում։ Եկավ։ Հաջորդը ասպարեզ է մտնում Defender-ը։ Ով պարկով պատվով դուրս է գալի ցեխից։ Հաջորդը Մինոտավրը։ Իրական տենց Մինոտավրը հին հունական դիցաբանությունից կիսամարդ, կիսացուլ տենց կերպար է եղել։ Հզորության խորհրդանիշ, իր այդ կապված պատմություն էլ կա, երբ որ ինքը լաբիրինթում երիտասարդների էր բռնում, սպանում, կամ չգիտեմ, չէր բռնում, չէր սպանում։ Այդ իր խնդիրն է։ Բայց կոնկրետ այս մեքենայի անունը Մինոտավրը։ Հիմա տեսնենք այդ հունական դիցաբանության հզորությունը կօգնում։ Հետո Չո մորացի։ Ահա, Մինոտավրը կտրեց Պոլոսը։ Պոլուոսը։ Դե հիմա կտրվեց։ Ինչ անենք, նորմալ է։ Սուլիկի դեմի աջ ոտ է, խաշ ուտելու տեղից ջարդվա։ Եկել այդ հազար։ Իդին փոխկը նստած։ Կիլոների նման, հա։ Իդին փոխկը նստած։ Արտիկ,
Մալադեց ապե։ Մալադեց։ Էլ եմ ասում, մալադեց։ Ոնց խմբի իջարել, զաղին դու կատալի։ Այս էլ չեմ գալու ավտոյով, որոշել եմ, սուս ավելի լավ է։ Այստեղի բնակիչներից ու բնիկ տղեկան ցույց տվեցին, ասին որ այս սրանք եղնիկի հետքեր են։ Հիմնականում շփոթում են վարազի կամ սովորական խոզերի հետքերի հետ, որոնք անտառում շրջում են, բայց ասին սրանք եղնիկներն են։ Հենց որ Տավուշում եղնիկ կա։ Անցել է մոտ ժամ ու կես, մենք անցել ենք մոտ 118 մետր, հաշվի առնելով տեղանքի բարդությունը, լրջությունը էլի կարապիկներով քարշակում ենք անում, բայց Անդոյի տրոսը սկսեց կտրտել, այն իմաստով, որ կամ հինա, կամ ոնց որ չի դիմանում, մի 7-8 անգամ կտրեց, որոշեցինք այդ տրոսը ընդհանրապես էլ չօգտագործենք, հիմա վերևից իջնում է դրակոնը, ու դրակոնն էլ արդեն կօգնի կքարշակենք։ Տեսնենք այդ process-ը ոնց է կատարվում։ Իսկ դուք բաժանորդագրում եք Offroad Armenia-ի պաշտոնական էջերին, որպեսզի տեսնեք այս հրաշք տեսարանները, գնացինք, թե չէ սա դրակոնը գցի տակը։ Շնորհակալություն ենք հայտնում Գալֆին։ Գալֆ, վառելիքի շուկայում առաջատար։
Արի, հելնելու է։ Գազ տու, Ապե գնա թափով արի։ Արա հելել ես, է։ Դավայ, հելնելու է։ Շնորհակալություն ենք հայտնում հաղորդման հովանավոր Նակոյլ ընկերությանը, որը Motul ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Այժմ կզրուցենք խմբի անդամ Սպարտակի հետ։ Սպարտակ ջան, բարև ձեզ։ Այսօր առավոտից Սպարտակի հետ վարում ենք, բայց նոր ծանոթացանք։ Խնդրում եմ պատմել ձեր մեքենայի մասին։ Ինչ մեքենա է, ինչ բազայի վրա։ Մեքենան ամբողջովին տարբեր ընթացքային մասեր տարբեր մեքենայի դետալներից հավաքված է, իսկ կուզովը սաղ ձեռի աշխատանք է, ձեռքի հավաքած։ Ինչ, օրինակ շարժիչը, ինչի շարժիչ է։ Շարժիչը Mercedes-ն, ինչպես նաև իր փոխանցման տուփը։ Mercedes։ Հա, Mercedes-ը։ Раздатկեն գազ 69, 66 լիբոդկա, գազ 66 լիբոդկա մեխանիկական։ Սովետ Գերմանիա Համայրա, հա։ Անդե մնացած մոստերը սաղելի տարբերադեմը 21 հետևը գազելա, էլի տենց հավքած։ Քանիշնոց մոտորա։ 2.5, պրաստո 2.5 մոտոր։ Հա, բայց իրան լավ արդարացնում է։ Չէ, ասել այս պայմաններում քշել համար իրան չի արդարացնում։ Մի քիչ թույլ է, բայց մնացած տուրիստների բանի համար շատ հաջողված է։ Ես ճիշտն ասած առաջ անգամ ձեզ տեսնում, ես որ ձեր արշավն է ակումբի կազմում։ Ես այս ակումբի կազմում երկրորդ արշավն է թվով, անցած անգամ ուրիշ մեքենա էլ, այնի քանդել եմ ձևափոխել սրան։ Բայց ինքը ես տեսնում եմ իր վրա պետ համարանիշ կա, ինքը ինչ է համարվում, Վիլիս, թե ինչ։ Հալկ, Խալկ։ Դոկումենտով խալկ։ Այնպես որ Հայաստանում տես մեքենա կա, անունը Խալկ։ Խալկ, հա, համարներով ամեն ինչը տաբանություն։ Իսխի Խալկ։ Գույնի ուժի խաթր։ Թաքնված գազան, ներվայնացնես, ինչ ասես անում։ Շնորհակալություն, իսկ ձեր կարծիքը խմբի մասին, ոնց է, ինչ մթնոլորտ է, ինչքանով ձեր սպասելիքները ու ինչ որ տեսակ, ոնցն է։ Ես խմբին շուտվանից եմ ծանոթ, ես սպասելիքներ ինչ կային էլ ունեցել եմ, ունես չի ես ուրիշ սպասելիքներ եմ ունեցել, չի արդարացել կամ մի բան էլ ավել ինչ ունեցել եմ, մի բան էլ ավել ստացել եմ։ Դա ընկերական մթնոլորտ է, չես թե, ընտանիքի պես է։ Եթե չլինի անդադ նոր մասնակիցներ հաստատ չեն ավելանա։ Եթե ընկերական մթնոլորտ չլինի։ Այդ միանշանակ, բայց նոր մասնակիցներ, եթե ուզում եք մասնակցել, այդտեղ մեքենայի հարցածագում կարող եք, այս դուք անձամբ եք, չէ, ձեր ձեռքերով եք։ Կամ ձեր ձեռքերով պետք է հավաքեք, կամ տյունինգ արվի, իսկ տյունինգ որտեղ են անում։ Ավտոապակների աշխարհ խանութսրա։ 4x4 MD տյունինգ։ Շնորհակալություն ենք հայտնում հաղորդման հովանավոր Սիլ մազաընկերությանը։ Սիլ, բնության ուժը ամեն կաթիլում։ Եվ այսպես 5:30 մենք փոքրիկ ընդմիջում արեցինք, հաց կերանք, այսպես ասած կրակի մոտ մի քիչ տակացանք, ու հիմա փորձում ենք ճանապարհը շարունակել այն ուղղությամբ։ Այնպես պետքա բարձրանանք, բայց հիմա մեքենաներից մեկը բարձրացել է, սպասում ենք ռացիայով կապ տա, ու ասի որքանով է ճանապարհը լավը, արդյոք հնարավոր է այդպես գնալ, եթե այո, մենք էլ արդեն մնացած անձնակազմը կշարժվի, եթե ոչ, երևի ալտերնատիվ ճանապարհ պետք է գտնենք, իսկ եթե դուք ուզում եք մասնակցել, բայց օրինակ չեք ուզում դա լինի ամենագնացով, ապա դուք կարող եք լինել բագիով, կվադրացիկլով, բուրանով նաև այս սեզոնի, իսկ լավ որակի բուրան, կվադրացիկլ ու բագի կարող եք գտնել Polaris Armenia-ի խանութսրահում, այնտեղից գնել այդ ամեն ինչը ու հետագայում նույնտեղ նաև անցնել տեխնիկական սպասարկում։ Մենք շարժվում ենք։
Հաղորդման հովանավորն է Lead Energy-ն, երբ քեզ պետք է էներգիա առանց սահմանների։ Իսկ հիմա կվայելենք դրիֆտ ամենագնացներով, եկեք նայենք։ Մեր արշավը ավարտվեց, ասում են տարին ոնց սկսես, այնպես էլ ավարտելու ես։ Եթե շարժվում եք այդ տրամաբանությամբ, ապա մեզ շատ հետաքրքիր, ցեխոտ, ադրենալինով լի տարի է սպասում։ Ձեզ հետ էր Դավիթ Ռակուրսը, դուք դիտում եք Offroad Armenia-ի հերթական արշավը, մենք ձեզ ասում ենք մինչ նոր հանդիպում եւ ասում շնորհակալություն։ Հաջողություն։